Այսօրվա ամբողջ նյութը, որ պիտի մտորենք եւ միասին խոսենք, գալիս է մի հատվածից, որ 4 ավետարանները միասին առանց բացառության հիշատակում են Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Գիտեք, 4 ավետարաններ ունենք, որոնք Հիսուս Քրիստոսի կյանքը, գործունեությունը, ուսուցումները, հրաշքները, նշանները, ամեն բան նկարագրում են իրենց տեսանկյունից եւ շատ անգամ մեկ ավետարանչի մոտ մի փոքր ավելիով, մյուսի մոտ մի փոքր պակաս, բայց շեշտադրումները նույն ձևով գնում են։ Հիսուսի հաղթական մուտքը դեպի Երուսաղեմ միակ նկարագրությունն է, որ 4 ավետարաններում բոլորն անդրադառնում են, բոլորը շեշտում են, քանի որ կարևոր է։ Եվ հետաքրքրական է տեսնել, որ ավետարանիչները իրենց գրիչով, երբ որ գրում են, Աստծո հոգով ներշնչված, երբ որ գրում են, ամեն մեկը փորձում է իր լսարանին ինչ որ պատգամ փոխանցել։ Այսօր Հովհաննեսի ավետարանի վրա պիտի կենտրոնանանք եւ եկեք լսենք Աստծո խոսքը եւ տեսնենք Աստված ինչպես է օգնելու, առաջնորդելու եւ սովորեցնելու մեզ այս հատվածի միջոցով։ Ով է այս հաղթական թագավորը։ Հաղթությունը ինչի մեջ է գայանում։ Մենք ինչ ենք փնտրում այս թագավորի մեջ։ Եկեք այս հարցումներով գնանք դեպի Աստծո խոսքը եւ տեսնենք, թե Աստված ինչ ունի մեզ ասելու։ Հովհաննեսի ավետարան 12-րդ գլուխ 12-ից 19 համարներ։ Լսեցեք Աստծո խոսքը երկյուղացությամբ։ Հաջորդ օրը Երբ Զատկի տոնին եկած ժողովրդի բազմությունը լսեց, որ Հիսուսը Երուսաղեմ է գալիս, արմավենու ճյուղեր վերցրեց եւ նրան ընդառաջ ելավ աղաղակելով. Օվսաննա, օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, Իսրայելի թագավորը։ Հիսուս միավանակ գտավ եւ վրան նստեց, ինչպես որ գրված է. Մի վախեցիր, ով դուստր Սիոնի, ահա քո թագավորը գալիս է, էշի քուրակի վրա նստած։ Նրա աշակերտները սկզբում այն չհասկացան, բայց երբ Հիսուսը փառավորվեց, այն ժամանակ հիշեցին, որ դա նրա մասին էր գրված, եւ նրանք դա Հիսուսի համար արեցին։ Եվ ժողովուրդը, որ նրա հետ էր, երբ Ղազարոսին գերեզմանից դուրս կանչեց ու նրան մեռելներից հարություն տվեց, պատմում էր այն, ինչ տեսել էր։ Եվ դրա համար էլ ժողովուրդը նրան ընդառաջ էր ելել, քանի որ լսել էր նրա գործած այդ նշանի մասին։ Իսկ փարիսեցիները միմյանց ասում էին. Տեսնում եք, որ ոչ մի օգուտ չունեք, ահավասիկ ողջ աշխարհը նրա հետևից է գնում։ Ամեն Աստծո խոսքին։ Հետաքրքրական է տեսնել, որ այս ավետարանի մեջ, բացառությամբ մյուս ավետարանների, Հովհաննեսը իր գրիչով հատուկ շեշտադրումներ է անում, որովհետեւ ցույց տա լսարանին, իրեն լսողներին, որ ինչպես այն օրերի մեջ, նաև այսօր հնարավոր է Տեր Հիսուս Քրիստոսին մեծ բազմությամբ ընդառաջ գնացող ժողովուրդը մինչև վերջ այդպես էլ չհասկանա, չճանաչի, չընդունի եւ չգիտակցի ով է այս հաղթանակած թագավորը։ Հայտնության գրքում կանգնում եւ հետեւյալ խոսքերի առջև ենք կանգնում ամեն մեկս եւ նայեցեք խոսքը ինչ է ասում Հայտնության գրքի մեջ։ Հայտնություն 19-րդ գլուխ 16-րդ համարում խոսքն ասում է, որ նրա զգեստի եւ ազդրի վրա գրված էր անունը թագավորների թագավոր ու տերերի տեր։ Հետաքրքրական է։ Հայտնության գիրքը, որ Աստվածաշնչի վերջին գիրքն է, ամբողջացնում, վավերացնում եւ մեկ անգամ եւ ընդմիշտ հստակեցնում է, որ նրա հագուստի վրա գրված էր մի անուն, թագավորների թագավոր եւ տերերի տեր։
Այս ավետարանը սկզբից մինչև վերջ փորձում է ցույց տալ, որ Տեր Հիսուս Քրիստոսը ձեր կարծեցյալ, ձեր պատկերացրած, ձեր համոզումներով, ձեր ենթադրություններով քայլող ու ընթացող մեկը չէ, տարբեր է։ Այս ավետարանում առաքյալը ցույց է տալիս, որ նույնիսկ աշակերտները, որ իր հետ էին քայլում, իր հետ էին փորձում իրենց կյանքն ու ընթացքը կարգավորել, դասավորել, միշտ չի որ հասկանում էին իրեն։ Այս ավետարանը ի տարբերություն մյուս ավետարանների Տեր Հիսուս Քրիստոսի հրաշքներից միայն 7-ի վրա է կենտրոնանում եւ հրաշք էլ չի օգտագործում, հրաշք բառը չի գործածում, գործածում է նշան բառը։ Գիտեք ինչու՞։ Այս ավետարանը նպատակ ունի ցույց տալու, որ Տեր Հիսուս Քրիստոսը տարբեր է մեր պատկերացումից, մեր ընկալումից, մեր համոզումից, մեր իր հետ մոտենալու փափագը, նպատակը պետք է վերանայել, այլապես այս բազմությամբ ես աղաղակով կգանք դեպի իրեն, կհրճակենք որպես թագավոր, բայց շատ շուտ կհիասթափվենք, շատ արագ կհիասթափվենք, որտեղ մեր սպասելիքներն ու ակնկալիքները չեն իրականանա։ Այս ավետարանում Տերը ցույց է տալիս նշանների միջոցով, թե ով է ինքը, իր ինքնությունը, իրով լինելը։ Եվ այս ավետարանի մեջ հակառակ բոլոր նշանների, որ Տերը ցույց տվեց, 12-րդ գլխում, այս գլխի մեջ կարդում ենք։ Տերն ասում է, հակառակ ավետարանիչն ասում է Տիրոջ շուրթերով, հակառակ որ նա այս բոլոր նշանները արեց, ժողովրդի մեծամասնությունը, ժողովուրդը չհավատաց նրան, չընդունեց նրան, չճանաչեց նրան։ Դրա համար այս ավետարանը կենտրոնանում է մեկ այլ նշանի վրա, որ վեր է, տարբեր է մեր ընկալումից ու պատկերացումից, մեր հասկացողությունից ու գիտակցությունից բարձր է, եւ այդ նշանը Տեր Հիսուս Քրիստոսի խաչն է։ Տասներկերորդ գլուխ 12-րդ համարում կարդում ենք. հետևյալ օրը շատ ժողովուրդ, որ տոնին էին եկել, երբ լսեցին, թե Հիսուս Երուսաղեմ է գալիս, արմավենի ոստեր, ճյուղեր առան եւ ելան նրան դիմավորելու։ Հովհաննես Ավետարանիչը ոչինչ պատահական չի արձանագրում, ասում է հետևյալ օրը, եւ այդ օրը կապված է մի նշանի հետ, որին շատ բազմություն ականատես եղավ, դա էլ Ղազարոսի հարությունն էր, կյանքի կոչվելը, վերակենդանանալը, եւ այդ հետևյալ օրը ասված խոսքի մեջ առաքյալը փորձում է ցույց տալ, որ այդ մեծ նշանին ականատես լինելով ժողովրդի մի մեծ հատված հավատաց եւ սկսեց հետևել Տեր Հիսուս Քրիստոսին, հետևել դեպի Երուսաղեմ, քայլել դեպի Երուսաղեմ, եւ այդ հարության լուրը այնպես էր տարածվել, որ Երուսաղեմի ժողովուրդը, որ եկել էին տոնի համար, համախմբվել էին տոնի համար, ելան նրան դիմավորելու։ Հետաքրքրական է տեսնել, որ երկու բազմություն, երկու տարբեր ժողովուրդներ, մեկը Հիսուսի հետ, մյուսը Երուսաղեմից, գալիս եւ միաբանվում եւ մեկտեղվում են Հիսուսի շուրջ։ Արմավենու ճյուղեր։ Մենք այսօր արմավենի ճյուղեր, ուռենու ճյուղեր Հայաստանում, ձիթենու ճյուղեր, ուր որ պատահի, մարդիկ օգտագործում են սրանք հիշատակելու համար այս օրը։ Բայց գիտեք արմավենի ճյուղը ինչ էր խորհրդանշում այդ օրվա մեջ։ Հրյաների մոտ մի տոն կար, որ այդ տոնի ժամանակ տաղավարահարած, երբ որ հիշում էին, թե Աստված ինչպես էր իրենց ազատել Եգիպտոսի լծից եւ վրանների մեջ էին մնում եւ այդ արմավենու ճյուղերը խորհրդանշում էր այդ ազատագրումը։ Բայց սա զատկի տոնն էր։ Սա կապ չունի այդ տոնի հետ։ Արմավենի ճյուղը հրյաների մտայնության մեջ, այն օրերի մեջ հետևյալ իմաստն ու նշանակությունը ուներ։ Նայեցեք մոտեցումը եւ Ավետարանիչը ինչ ձևով է սա ցույց տալիս։
200 տարի առաջ Տեր Հիսուս Քրիստոսի ծնունդից, 200 տարի առաջ, Հրեաստանը զավթվեց ու գրավվեց, և Անտիոքոս անունով թագավոր պղծեց տաճարը, խոզ զոհաբերելով, և պատմիչներն ասում են, որ ստիպեց, որ այդ արյունը քահանաները խմեն։ Սա մեծ ընդվզում առաջացրեց և ըմբոստություն ու ապստամբություն մեջտեղ բերեց։ Բավական տարիներ պարտիզանական այս կռիվների արդյունքում երկու անուններ են հիշատակվում պատմության մեջ, որոնց հաջողվեց Անտիոքոսի զորքերը դուրս քշելու և ազատագրելու Հրեաստանը։ Եվ այս երկու անձերին, որ մակաբայեցիներ էին, ժողովուրդը արմավենու ճյուղերով դիմավորեց։ Արմավենին այդ օրվանից նշանավորվեց, իմաստավորվեց, տեսք ու ձև ստացավ, որպես քաղաքացիական պայքարի, քաղաքական պայքարի սիմվոլ, խորհրդանիշ։ 200 տարի հետո մեկ այլ կայսրություն եկավ ու զավթեց Հրեաստանը, Հռոմը։ Եվ Հիսուս, երբ որ ծնվեց այդ կայսրության և այդ օրերի մեջ զավթված Հրեաստանի մեջ։ Արմավենու ճյուղերը այդ խորհրդանիշը ունեին։ Ժողովուրդը, երբ որ այս ճյուղերով ելավ դիմավորելու Տեր Հիսուս Քրիստոսին, իրենց ակնկալիքը իրենց գործողություններով ցույց տվեցին։ Եղիր մակաբայեցի, եղիր ապստամբ, եղիր ըմբոստ, եղիր մեկը, որ ռազմական ուժով, զենքով պիտի խաղաղություն, ազատություն և փրկություն բերի իր ժողովրդին։ Մենք այսօր ովսաննաներ երգեցինք, այնպես չէ։ Ինչ է նշանակում ովսաննա, գիտեք։ Ովսաննա բառի իմաստն ու նշանակությունը 5 դագարանի մեջ առաջնային իմաստով նշանակում է ելիր ու փրկիր մեզ, ելիր ու ազատագրիր մեզ։ Բայց ժամանակի ընթացքում 5 դագարանում կարդում ենք, որ սա նաև ողջույնի ձև դարձավ։ Եվ այս արտահայտությամբ ողջունում էին թագավորներին, պատիվ տալու իրենց։ Երբ որ այս պատկերը բերում և գծում ենք մեր աչքի առջև, ինչ ենք տեսնում։ Ծաղկազարդի օրը, տերունական այս օրվա մեջ, մեր առջև ինչ պատկեր է գծվում։ Զատկի տոնին ընդառաջ ժողովուրդը լսեց Հիսուս հրաշագործի մասին, մեկի մասին, որ կարող է կրկնել պատմությունը և ազատագրել ժողովրդին ռազմական ուժով, կարող է դարձյալ իր շուրջը համախմբել մարդիկ և փոխել իրենց կացությունը։ Արմավենու ճյուղեր, ովսաննաներ հնչեցին ու բարձրացան։ Այս հատվածում հետաքրքրական է, Սաղմոսից մեջ բերում կա, նորից կարդանք։ Ովսաննա, օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, Իսրայելի թագավորը։ Սաղմոս 118, 25-26 համարների մեջ եթե գնաք, պիտի տեսնեք, որ Իսրայելի թագավոր արտահայտությունը չկա։ Սա ևս ցույց է տալիս, որ բազմությունը, որ աղաղակում էր, բազմությունը, որ կանչում էր, բազմությունը, որ մեծարում էր Քրիստոսին, աջենդա ուներ, նպատակ ուներ։ Եղիր թագավոր Իսրայելի, ռազմական, քաղաքական իմաստով։ Մյուս ավետարաններում, գիտեք ինչ ենք կարդում, կարդում ենք, որ Տեր Հիսուս դեպի Երուսաղեմ, երբ որ մոտենում էր, իր աշակերտներին հորդորեց, որ գնան քաղաք և իր համար ավանակ պատրաստեն։ Այնպես չէ, կարդացեք ավետարանները պիտի տեսնեք։ Այս ավետարանում, այս աղաղակից հետո Հիսուս գտավ մի ավանակ և նստեց նրա վրա։ Ոչինչ պատահական չի։ Ոչ մեկ բան պատահական չի այս պատմության մեջ։ Այս քաղաքական հայտարարությանն ի պատասխան
Հիսուս ավանակի վրա մտավ Երուսաղեմ։ Սպասված Մեսիան մեկնաբանությունների մեջ ակնկալվում էր, որ պիտի գա ձիու վրա նստած, հաղթանակի իմաստով, զորքի, ուժի, ֆիզիկական, բռնության և ազատագրման իմաստով։ Հիսուս ավանակի վրա նստած եկավ իրականացնելու այն մարգարեությունը, որ Զաքարիայի գրքում է գրված։ Զաքարիայի գրքում կարդում ենք. «Մեծապես ուրախացիր, ով դուստր Սիոնի, ահա քո թագավորը գալիս է։ Նա հեզ է ու խոնար, էշի վրա և էշի ձագի ավանակի վրա»։ Հովհաննես Ավետարանիչը հեզ և խոնար արտահայտությունը չի մեջ բերում այստեղ, բայց փոխանակ ասելու ուրախացիր, ասում է մի վախեցիր։ Մենք նոր գտագարանում շատ հատվածներ ունենք, որ երբ որ հին գտագարանից փորձում են հեղինակները մեջբերումներ անել, երբեմն մի քանի տարբեր հատվածներից են բերում և միացնում իրար, ցույց տալու համար միտքը, գաղափարը։ Մենք շատ անգամ մեր պետիկ եղբոր Բերանով լսում ենք սաղմոսներ, որ այստեղից այնտեղից հավաքագրում, բերում և մեզ մատուցում է, այնպես չէ։ Այո, քանի որ այստեղ նստած է ինքը։ Ասելիքս Հովհաննես Ավետարանիչը ցույց է տալիս, որ Զաքարիայի մարգարեության գրքում գրված խոսքերը Հիսուս իրականացրեց ցույց տալու համար աշակերտներին, որոնք չհասկացան այդ պահին, և նաև ամբողջ ժողովրդին, որ ինքը պատերազմի համար չի մտնում, քաղաքացիական ապստամբության համար չի մտնում, զենքի ուժով չի, որ պետք է հեղափոխի, և ինքը միայն Իսրայելի թագավորը չէ, որ պիտի լինի։ Զաքարիայի գրքում, եթե շարունակեք 10-11 համարները, պիտի տեսնեք, որ այս թագավորը գալու է բոլոր ազգերի համար, լույս է լինելու բոլոր ազգերի համար։ Սոփոնիայի գրքում նույն այս միտքը գա, և կարծես թե Ավետարանիչ այս պատկերները իր առջև ունենալով ցույց է տալիս, որ Հիսուս զսպում է ժողովրդի, բազմության, փափագը, սպասելիքը, ակնկալիքը մեկ նպատակի համար։ Եվ այդ նպատակը իր հայացքը դեպի Երուսաղեմ պահած քայլելն ու Աստծո կամքը իրականացնելն էր։ Տիրոջ անունով եկողը գալիս էր նաև Տիրոջ կամքը իրականացնելու։ Տիրոջ անունով եկողը գալիս էր Աստծո կամքը իրականացնելու անկախ նրանից ինչպես կհասկացվեր կամ կընդունվեր ժողովրդի մեջ։ Հետաքրքրական է տեսնել, որ 16-րդ համարում աշակերտները չեն հասկանում։ Եթե աշակերտները չեն հասկանում, ժողովուրդը ինչպես պիտի հասկանա։ Եթե աշակերտները, որ Հիսուսի հետ էին քայլում, Հիսուսի մոտ էին քայլում, ժողովուրդը ինչպես պիտի հասկանա։ Եկեղեցի, Աստծո եկեղեցի, չհասկացված Քրիստոս մտավ Երուսաղեմ Աստծո կամքը իրականացնելու։ Չհասկացված Քրիստոս մտավ Երուսաղեմ, որպեսզի ցույց տա նպատակը, առաքելությունը, գործը այս աշխարհի վրա։ Եվ մենք կանչված ենք որպես իր խոստման ժառանգներ, հետ հայացք նետելով իր կատարած գործին, իմաստավորելու ավետարանը իր ամբողջ էությամբ։ Հատվածն ասում է, որ երբ որ Քրիստոս փառավորվեց, նոր հասկացան գրվածը ում մասին է և ինչպես դա իրականացավ։ Այս ավետարանում ամեն նշանից հետո և հատկանշական է Կանայի հարսանիք, ջուրը գինու փոխվեց, աշակերտներից շատերը գրված է, որ չհասկացան, բայց երբ որ Հիսուս փառավորվեց, այն ժամանակ հասկացան կատարվածը։ Ճիշտ նույնը այստեղ է արձանագրված։ Որպես եկեղեցի մենք կանչված ենք այսօր
Ովսաննա աղաղակի մեջ իմաստ, պատգամ, ասելիք փոխանցելու։ Եկուր եւ փրկիր մեզ, ելիր եւ փրկիր մեզ, այս խոսքի մեջ, երբ որ կարտասանեք, երբ որ կգարթակ, երբ որ այսօր կգնաք ձեր տներում եւ սեղանների շուրջ կնշեք ու կտոնեք, ձեր սիրելիներին, ձեր հայացքով, ձեր սրտով, ձեր կեցվածքով ցույց տվեք, որ այսօրվա թագավորը, որի մասին հիշատակում է եկեղեցին, մեկ նպատակ ուներ այս աշխարհում՝ գալու եւ փրկելու մեղավորին, գալու եւ գտնելու կորսվածին եւ փրկելու մեղավորին։ Երկու ժողովուրդ, Հիսուսի նշաններին ականատես, Ղազարոսի հարությունը տեսած ժողովուրդ եւ Ղազարոսի հարությունը լսած ժողովուրդ, եկան եւ խառնվեցին իրար։ Եվ սա շփոթմունք ստեղծեց հրեա առաջնորդների մոտ, ամբողջ աշխարհը հետևում է իրեն։ Երանի թե այդպես լիներ, երանի թե ամբողջ աշխարհը հետևեր Տեր Հիսուս Քրիստոսին, երանի թե ամբողջ աշխարհը ճանաչեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Այսօր այստեղ նստած եք եւ դա պատահական չէ։ Այսօր մինչ ուղիղ եթերով հետևում եք, դա եւս պատահական չէ։ Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ հիշեցում է, կոչ է, հրավեր է, որ գանք դեպի նա, որպես հաղթանակած թագավոր։ Գանք դեպի նա եւ նրա հետ քայլենք առաջիկա շաբաթը, մտածենք իր հետ, խորհենք իր հետ, լսենք իր խոսքերը եւ տեսնենք խաչի վրա գդարվածը ինչ նշանակություն ու իմաստ ունի ինձ համար։ Ծաղկազարդի ուրախությունը առ ոչինչ է, եթե հարության սպասումը չկա, եթե հարության փորձառությունը չկա, եթե հարուցյալի հետ անձնապես հարաբերություն, հաղորդակցություն եւ կապ չկա։ Մի բան պատկերացրեք, այսօր մարդիկ ուրախ դեմքերով, գեղեցիկ հագուստներով, միգուցե նաև մոմերով, իրենց լուսավորելով փորձում են այս տոնը տոնել, բայց այդպես էլ չհասկանալով, չճանաչելով Փրկչին եւ նրա կատարած գործը խաչի վրա։ Այսօր հրավիրում եմ ձեզ, որբեսի այստեղից դուրս գալուց հետո իսկապես ձեր վրա այդ բեռը վերցնեք, պատասխանատվությունը վերցնեք, որ հաղթանակած Տերը, Թագավորը մեր սպասումներից, մեր պատկերացումներից առավել Աստծո կամքը իրականացնելու համար եկավ։ Եվ այդ կամքը գադարվեց խաչի վրա Քրիստոսի մահով եւ թափված արյունով։ Հայտնության գրքում մեկ այլ պատկեր ենք տեսնում։ Եվ այս հատվածի մեջ Հայտնության գրքի հեղինակը, որ նույն Հովհաննեսի ավետարանի հեղինակն է, նայեցեք ինչ է ասում։ 7-րդ գլուխ 9-րդ համար։ Սրանից հետո տեսա մի մեծ բազմություն, իրական բազմություն, Քրիստոսին հետևող բազմություն, Քրիստոսին ճանաչող բազմություն։ Սրանից հետո տեսա մի մեծ բազմություն, որ որևիցե մեկը չէր կարող հաշվել, բոլոր ազգերից ու ցեղերից եւ ժողովուրդներից ու լեզուներից, որոնք աթոռի առջև ու գառնուկի առջև կանգնել էին, ճերմակ հանդերձներ հագած եւ իրենց ձեռքին արմավենիներ բռնած։ Եվ մեծաձայն աղաղակում էին. փրկությունը մեր Աստծուն է, որ աթոռի վրա է նստել եւ գառնուկինն է։ Ամեն։ Այս ճյուղերը այսօր թափահարեք բարձր, բայց իմաստալից։ Ովսանաներ կանչեցեք բարձր, բայց անձնապես ճանաչելով Աստծուն։ Աղաղակեցեք ու գոչեցեք ձեր շուրջը եղողներին, որ այսօր պատմության մեջ անիվը կերտող, անիվը շրջող, անիվը դարձնող Տերը միմիայն թագավոր է, որը վեր է մեր սպասումներից ու ակնկալիքներից, բայց Հայտնության խոսքի համաձայն
միակ տերերի Տերը եւ թագավորների թագավորն է։ Ամեն։ Մինչ կավարտենք պաշտամունքը եւ երգչախումբը կմիանա, որբեսի վերջին երգով պաշտենք Աստծուն, ես առաջարկում եմ, որ բոլորս ոտքի կանգնենք։ Եվ մի պահ ամեն մեկս որպես այս խոսքին ի պատասխան մեր արձագանքը, մեր ասելիքը լուր աղոթքով Աստծո առաջ բերենք։ Մեր Տեր ու մեր Աստված, որքան շնորհակալ ենք այս պահի համար, շնորհակալ ենք քո խոսքիդ համար, շնորհակալ ենք, որ այսօրվա մեջ նաև խոսքիդ միջոցով մեզ հիշեցնում ես, որ բազմության աղաղակների մեջ չհրապուրվենք մեծաքանակ ձայների, շատ ժողովրդի ներկայությամբ ու արկայությամբ, այլ տեսնենք այս բոլոր աղաղակների մեջ ով է այս թագավորը, ով է այս թագավորը ինձ համար, ով է այս թագավորը իմ կյանքի համար, իմ ընթացքի համար։ Եվ շնորհք արա Տեր, որ այս շաբաթվա մեջ նաև կարողանանք միասնաբար քայլել եւ սովորել քո խոսքիցդ, թե ինչպես պետք է հավատարիմ ընթանանք ու ապրենք մեր Փրկիչ Աստծո հետ։ Հիսուսի անունով։ Ամեն։